Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մենք նորից ուղիղ եթերում ենք։ Մեր հայրենակիցները շատ հետաքրքիր ժամանակի մեջ SMS-ներ էին գրում, զանգեր, շատ հետաքրքիր ինֆորմացիաներ են գալիս տարբեր տեղերից, մեր երկրից, Սփյուռքից եւ մնացած տեղերից։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ես ուզում եմ մի քանի թեմաներից խոսել։ Առաջի իմ համար կարևոր թեման այսօր Վարդան Ղուկասյանն է, դոգը, որի մասին ես շատ եմ մտածում եւ այն համարյա արդեն 2 տարի, որ ես խոսում եմ նրա մասին եւ այսօր նորից ուզում եմ, որ համառոտ խոսել այն բաների մասին, այն անհանգստությունների մասին, որ այսօր ես միշտ իմ հայրենակցի կողքին եմ եւ նորից ասում եմ, ոչ մի բան իմ մոտ չի փոխվել, որպես լինելով հայ քրիստոնյա, իմանալով ճշմարտությունը շինծու գործերով բռնել մեր հայրենակցին օտար երկրում ուղղակի գործ սարքել եւ նստեցնել, դա ճիշտ չի։ Ես շատ ինֆորմացիա տիրապետում եմ տարբեր տեղերից, որ մարդիկ լավախոսում են, մարդիկ վատախոսում են, տարբեր հարթակներից բարձրաձայնում են լավ թե վատ։ Ես ուղղակի կասեմ, որ սիրելի հայրենակիցներ, զերծ մնացեք, որովհետեւ ոչ մեկը ապահովագրված չէ կյանքում, թե վաղը, թե այսօր, թե հենց այս ժամին, որտեղ կհայտնվեք շինծու գործերով, որտեղ կյանքը լի է սուրպրիզներով, լի է լավ եւ վատ բաներով, դրա համար Աստվածաշունչն ասում է մարդու լեզուն կարող է կյանք տալ եւ կարող է կյանքը վերցնել, մարդու լեզուն, դա խոսում է Աստվածաշունչը։ Իսկ ինչ մնում է իմ կողմից, իմ ձեռքը մեկնած Վարդան Ղուկասյանին, այո, ես մեկնել եմ եւ մեկնելու եմ մինչեւ վերջ, կանգնելու եմ Վարդան Ղուկասյանի կողքին։ Այն ինչ որ արդեն իմ համար պարզ է ամեն ինչը, դա արդեն շատ վաղուց իմ համար պարզ է շատ բան, որը դեռ եթերային չի, ոչ թե որ ես չեմ ուզում խոսել կամ բարձրաձայնել, ոչ, ուղղակի եթերային չի, որ իմ համար պարզ է շինծու այս գործողությունը։ Այսօր ես կուզեմ, որ ԱԱԾ աշխատողները, քանի որ նստած գրում են, զապիս են անում իմ եթերները, ուրեմն ձեր զապիսը շատ միանգամից ռեկ արեք, որովհետև շատ հետաքրքիր թեմաներ է այսօր լինելու։ Սիրելի հայրենակիցներ, իմ համար շատ կարևոր է Վարդան Ղուկասյանի 1 րոպե շուտ դուրս գալը, եւ ես ասում եմ, որ մինչեւ վերջ ես գնալու եմ այդ հանցագործ գործը, որ արել են այդ մարդու հանդեպ, ես մինչեւ վերջ գնալու եմ եւ բարձրաձայնվելու է օրերից մի օր, հիմա որ ասում եմ ԱԱՑ աշխատողները ռեկը միացրեք, նայեք սիրելի հայրենակիցներ, այն ինչ որ երկրում կատարվում է այսօր, մենք կանգնած ենք մեծ կոլապսի, նշանակում է, որ ես տեսնում եմ, որ Հայաստանը գալու է մի օր, որ եթե Նիկոլը մնաց եւ այս տեմպերով շարունակվեց այս կլոնությունն, ինչ որ մեր Հայաստանի Հանրապետությունում կատարվում է, անդիմության կողմից, պասերով խաղում են, կլոնություն են անում, որ ամեն օր կռիվ են անում, մարդկանց շեղում են։ Ես չեմ բացառում, որ երկիրը կարող է մեկ օր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ինչ որ զինվորական թուղթ ստորագրի, անվտանգության թուղթ ստորագրի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ դա կլինի մեր վերջը, թե Իրանի կողմից, թե Ռուսաստանի կողմից։ Ես ասել եմ սեպտեմբերին այն ինչ որ կկատարվի մեր գլխին, դա ցավոտ եմ ասում, որ լինելու է դա, սեպտեմբերին սպասեք, որ շատ անակնկալներ, վատ անակնկալներ կան մեր երկրի գլխին կախված, եւ դա լինելու է թե եկեղեցու հետ, թե մեր Հայաստանի Հանրապետության հետ, որտեղ արդեն մենք զգում ենք այդ հոտը, մենք շատ շուտ ենք զգուշացրել, որ ինչ խաղաղությունից եք դուք խոսում, որը սա աշխարհը կրակի տակ վարվում է, իսկ Հայաստանի Հանրապետությունը ոնց որ թե այս աշխարհից չի, այս մոլորակից չի եւ շատ զոմբիներ եւ շատ քրիստոնյաներ ցավոք եմ ասում, որտեղ
չդա Աստվածս, որ ես գա օրը եւ բարձրաձայնեմ այդ սուտ քրիստոնյաների, որ ոնց կարող են մարդկանց բերթեր մտցնեն եւ օգնեն ինչ պայմաններով եւ այսօր քարոզում են խաղաղություն։ Դա սուտ է, խաղաղություն չկա, դա նույն կլուբնիկն է, որ 7 տարի առաջ Նիկոլը կերցրեց մեր երեխեքին, չլինի, որ հանգարց մենք խաղաղության դեմ ենք, ոչ, մենք 25 տարի ես անձամբ ինքս իմ բյուջեից, իմ ընտանեկան բյուջեից ես միշտ օգնել եմ անկախ իմ երկրին, դա ոչ թե դա իմ համար նորմալ ապրելակերպ է, եթե ես հայ եմ եւ դա իմ երկիրն է, ես ունեմ այդ հնարավորությունը եւ օգնել եմ եւ որևէ միտեղ չեմ ասել ինձ գրեք կամ ցուցադրեք կամ մի հատ մեդալ բերեք դրեք, իհարկե եղել այդ պահերը, ես դա հետո կպատմեմ երկար ժամանակվա պատմությունները, դա ինձ հետաքրքիր չի եղել։ Երկրորդը այն ինչ որ կատարվում է մեր երկրում խաբեությունով եւ տանում են դեպի թուրքահպատակություն, դա շուտով կատարվելու է, դրա համար սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ այսօր խոսել Վարդան Ղուկասյանից, հետո մի քանի թեմաներ կբարձրաձայնեմ, նա պետք է դուրս գա, նա պետք է 1 րոպե շուտ դուրս գա։ Նա այն տեսակն էր, սիրելի հայրենակիցներ, անկախ արեք ճիշտը խոսենք, նրա տեսակը Նա այն տեսակն էր, որ կարողանում էր սիտուացիան շատ արագ տիրապետել եւ եթե պետք էր խառներ իրարի, վիժեցնել։ Այսօր մենք չունենք ընդդիմադիր դաշտ, մենք սպառել ենք բոլոր ճանապարհները։ Այսօր մենք չունենք որևէ մի ուժ այս պահին, որ ասեն, գիտեք ինչ կա, հիմա այս ուժը վաղը ոտքի կկանգնի եւ կանի։ Նրանք բոլորը խաղի մեջ են եւ առևտրի մեջ են։ Այս հիմիկվա A, B, G, D այդ կոչված կուսակցությունները որ կան, նրանք խաղի մեջ են։ Նրանք խաբեցին նորից ձեզ, դուք խաբնվեցիք նորից եւ հիմա տանում են դեպի առևտուր։ Ամեն մեկը իրեն շահն է ուզում, բայց կան եզակի մարդիկ, որը հիմա ես չեմ բարձրաձայնի, մարդիկ, որը չունեն այդ շահը, այ կա հանուն հայրենիք եւ հավատք։ Իսկ դա պետքա ճիշտ աշխատենք եւ ճիշտ ժամանակին օգտագործենք։ Իսկ այդ օգտագործման մի բաղադրիչն է, որի անունն է Վարդան Ղուկասյան։ Ես նորից եմ ասել, եթե Վարդան Ղուկասյանը 1 օր շուտ դուրս գար, այս ամեն ինչը կվիժեցվեր մինչև ըստ ընտրությունները, դեռ ուրիշ ձևի կգնար, որը սա նորից եմ ասում, տանում է դեպի իսլամական ինչ-որ որևէ մի պետության տակ, հովանավորման տակ ապրելու եւ կգա մի օր, որ կասեն արա դե առաջ ոնց ենք ասում դե Ռուսաստանի հետ ապրենք, Ռուսի հետ ապրենք, սահմանները բացենք, հիմա նույնն է կատարվում, բայց ցավոք այն ազգի հետ, որը ջնջել է, սպանել է մեր երեխաներին, մեր տունն է վերցրել, մեր եղածն է գողացել, սա է ամենամեծ ցավը, ես նորից եմ ասում, ես ոչ ռուսամետ եմ, ոչ եվրոպամետ, ոչ որևէ մեկի մետը, ես հայամետ եմ, ես հայ քրիստոնյա եմ, այո, կան գործեր, որտեղ որ ապրում ես պիտի հարգես այդ երկրի օրենքները, որը որ ես հարգում եմ, բայց դա չի նշանակում, որ ես պետքա ինչ-որ մի երկրի երկրամետ դառնամ, ոչ, ես հիմա իմ եթերները բարձրաձայնում եմ, իմ եթերները լսում են, մենք ունենում ենք հանդիպումներ, ծավալուն, նրանք հարցեր են տալիս ինձ, ես իմ հարցը միշտ բարձրաձայնել եմ, ես ապրում եմ մի երկրում, որտեղ որ Մուսա Լեռան 40 օրը գիրքն են գրել, ես ապրում եմ մի երկրում, որ շուտով այդ կնոջ հետ կհանդիպեմ, որը գրել է ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, ես ունեմ արդարացման եւ ճիշտ բացատրելու այն երկրում եմ, որտեղ որ այդ երկիրը հենց խոսում է իմ արժեքներից եւ իմ վրեժարույց եւ իմ պատմությունից, դրա համար ճիշտ է կան դժվարություններ, pedagogan նախ թարգմանության հետ խնդիր կա, հետո խնդիրը էմոցիաների հետ է կապված, խնդիրը նրանք ուզում են հասկանան մեր ուզածը ինչ է, դա շատ մեծ ծավալուն աշխատանք, բացադրական աշխատանք, որը ոչ մեկ ես ոչ բարձրաձայնում եմ, ոչ խոսում եմ դրա մասին, որովհետև դրա կարիքը չկա, եթե այդ որոշումը ես կայացրել եմ խոսել ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը դա զոհաբերություն է, ոնց որ Հիսուս Քրիստոսը մեզ ցույց տվեց, իսկ այդ զոհաբերությունը տանում է մինչև
հարություն առած Քրիստոսի խաչը։ Նշանակում է, երբ որ դու զոհաբերություն ես տալի, գնում ես զոհաբերության, դու պետք է պատրաստես ամեն եղանակների, տաք, ցուրտ, անձրև, ձմեռ, այնց որ դա իմ որոշումն է եւ ես ասել եմ, ես գնալու եմ մինչև վերջ, ես կարող էի լրիվ ուրիշ կյանքով եմ ապրել եւ կարող էի դա շարունակել ավելի ինչ ճանաչողները գիտեն, ես ոչ մի բանի կարիք չունեմ, բայց այսօր ես որոշում եմ կայացրել, որ վերցնել մի կամուրջ մի սյունի վրա, որտեղ այն զոհաբերությունն է, տանել իշքան Աստված կկամենա։ Իսկ Աստծու կամքը բարի է եւ կատարյալ է։ Աստված ուզում է խոսել ճշմարտությունը։ Ես զարմանում եմ, որ շատ քրիստոնյաներ եւ շատ հայրենակիցներ, երբ որ ինձ գրում եք, սիրելի հայրենակիցը, շատ լավ է, բայց այս նույն ինտերնետը դուք ունեք ճշմարտությունը խոսելու, դա մենակ իմ հայրենիքը եւ իմ հավատքը չի։ Եթե մենք այս ձև մտածում ենք, ես ստատիստիկան արել եմ, իմ համար շատ ցավալի ստատիստիկա կա հայի եւ հայի գենի մեջ, դրանք տարբեր ուղղություններ են, հայ եւ հայի գենը։ Նայեք, հայը մտածում այսօր ախպեր դե ինչ եղել է, բիզնեսը լնի, փողը լնի, երեխեքս մի ձևի հասկանալի է, որպես ծնող դու մտածում ես։ Լավ, կերար, խմեցիր, լավ ապրեցիր, բա հետո քո գենը ոնց ես պատմում։ Հիմա եթե բոլորը Ռոստամը, մնացած մեր հերոսները, մեր տղեկը, մեր թագավորները, մեր պատմությունը, եթե բոլորը մտածեին ուտել խմելու մասին, մենք այսօր չենք լինի ազգ, այ գնենք ինչ-որ մի հատ թափառական որևէ մի բան պատմության գրքերից դու շպրտված, ցենք մի ցիգան, կարելի ասել մի ազգ, բայց ոչ, մարդիկ որոշում են կայացրել գնալ պատերազմ, մարդիկ որոշում են կայացրել թողել ամեն ինչ եւ գնալ զոհաբերության, մարդիկ որոշում են կայացրել թողել փողը, ոսկին եւ գնալ իսկական քաղաքականության։ Հասկանում եք, այսօր իմ ցավը նրանում է, որ այսօր ես տեսնում եմ շատ քիչ զոհաբերվող, զոհաբերել նշանակում է դա հանուն հայրենիքի, հանուն քրիստոնեայության։ Իսկ մեր վարձքը Տիրոջ խոսքի մեջ ասում է դա երկնքում է։ Հիմա ես տեսնելով այս ամեն ինչը, այն ինչ որ ես տիրապետում եմ, նորից եմ ասում։ Գիտեք, ես կարամ հենց հիմա նստեմ 2-3 ժամ խոսել բաներից, որը դուք զարմանք կապրեք, TikTok-ով, YouTube-ներով, լրագրողներով կգրեք, երևի այնպիսի բաներ ասեմ, որ դուք ուղղակի լսած չկաք, կամ չեք էլ պատկերացնում, թե ինչ գործողություն է կատարվում դրսից կամ ներսից կամ տարբեր երկրներից, ուղղակի այսօր մենք չունենք այն պոտենցիալը, որ այն զոհաբերվող պոտենցիալը, որ ասեն գիտես ինչ կա, Պողոսն ասեց, Պետրոսը գնաց, Մարտիրոսը իրականացրեց կամ։ Ոչ, այսօր մենք մեր արած սխալներից դաս ենք քաղում, որ այսօր հույս դնել շատերի վրա, դա ուղղակի աբսուրդ է։ Այսօր շատ խոսել եւ այդ մուտիտը ֆրա եւ քո դեմ աշխատի, դա էլ չի կարելի։ Դրա համար մենք այսօր փորձում ենք այն մարդկանց հետ շփվել եւ գործել, որտեղ որ հասկանում ենք, որ այնտեղ գեն գոյություն ունի, որ այդ փոքր գենը չկորցնենք հանգարց։ Հիմա ես հասկանում եմ, որ շատերը լսողները ինձ կասեք նորից Վարդան Ղուկասյան, շատերը սիրում եք, շատերը ատում եք, շատերը, չգիտեմ, ամեն մեկը ցած տարբեր, դա ձեր որոշումն է, բայց որպես այն, որ ես իր հետևից գնացել եմ շատ ավելի խորը, քան դուք շատերը պատկերացնում են, այդ մարդը անմեղ է այս գործերի մեջ, որը որ սարքված է։ Հիմա ես ուզում եմ ասել, որ նրա ազդեցությունը եւ Նիկոլի վախը։ Նիկոլ, դու վախենում ես Վարդան Ղուկասյանից եւ մի քանի մարդկանցից, որը չեմ ուզում հիմա անունները տալ։ Դու վախենում ես։ Դու ունես ծրագիր տանելու Հայաստանի Հանրապետությունը վերջնական թուրքական, կարելի է ասել, թուրքական հովանի տակ ես ուզում մտնես դու եւ դու այդ գինը վերցրել ես։ Ես ինչի մոռացեցի ԱԱԾ-ի աշխատողներ, միացրեք ձեր ռեկը, որ վաղը միսօրը դուք չասեք, մենք ստիպված ենք, մենք վախեցած ենք, դա ձեր խնդիրն է, ստիպված եք, վախեցած եք, այդ 3-400 հազարի վրան թքեք եւ դուս արեք, բայց դուք համագործակցում եք եւ դուք գիտեք Նիկոլը ինչ անում, հասարակ ժողովուրդն ու գյուղացին չգիտի, բայց ԱԱԾ-ի աշխատողներ, բարձր սպաներ, դուք գիտեք, թե Նիկոլը ինչ անում եւ դուք դա ամեն օր գրի եք առնում, նշանակում է, դուք ունեք երկու տարբերակ, եթե դուք տեսնում եք մենք գնում ենք
դեպի Թուրքիայի տակ եւ վաճառված է, դուք կարող եք անկախ մայր օրենքից Նիկոլին ձերբակալել եւ վիժեցնել այս ամեն ինչը, կամ վայր դնել ձեր աշխատանքը, որտեղ դուք Նիկոլից չեք տարբերվում։ Նա վաճառականն է, իսկ դուք նրա հետ այդ մեշոկները կրողներն եք։ Հետո չլինի օր, որտեղ այս եթերները համ ձեր մոտ են մնայուն, համ մեր մոտ են մնայուն, հետո չլինի, որ օրերից մի օր հարց ու պատասխանի ժամանակ ինչ որ փորձեք ապրավդանի բռնել կամ որևէ, որ դա ձեզ չի փրկի։ Դա ձեզ չի փրկելու, որովհետև այսօր դուք բոլորդ գիտեք, որ Վարդան Ղուկասյանը ԱԱՑ-ի աշխատողներ, այն մարդիկ, որը համագործակցել էիք Վարդան Ղուկասյանի հետ դաժե, գիտեք, որ այդ մարդը շինցու սարքած այդ մարդուն պահում են ինչի համար, ասեմ, որ այսօր Սյունիքի հարցը եւ Տրամփ կոչված ճանապարհը իրականանա։ Եվ մնացած մեր հայրենակիցներին, ով որ հիմա այսօր բերթերում են իսկական հայերը, մեր հայի գենկրողները եւ նրանք քիչ են, բայց նրանք շատ լավ տիրապետում են, թե ինչա կատարում մեր երկրի սահմանների եւ սահմաններից դուրս, թե ինչ աղետ կարա մեր գլխին գա, որը շատ մոտ է։ Ամպերը կայնած է, մնում ամպրոմպը լինի եւ այդ անձրևը գա արդեն մեր գլխին։ Եվ դա լինելու է, եթե չվիժեցվի այս ամեն ինչը, սիրելի հայրենակիցներ։ Իմ պարտն եմ համարում ձեր հետ կիսվելու, խոսելու։ Դրա համար ես նորից եւ նորից ասում եմ, ես ավելի համոզվում եմ օր-օրի, ես գիտեմ ինչի մասն եմ խոսում, որ Վարդան Ղուկասյանը, Դոգը, այնպիսի ուժ էր Իրանից ներկայացնում, անկախ իր տեսակից, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անում է, որ այդ տեսակին փագի տակ պահի։ Նիկոլ Բոզի տղա, ես ասել եմ, չէ, որտեղ որ մենք մտնում ենք, մենք բոլոր ինֆորմացիան տիրապետում ենք, իսկ այդ ինֆորմացիա չի տիրապետվում, սիրելի հայրենակիցներ, ձեզ ասեմ։ Իմ խորհուրդը այն մարդկանց, ով որ մտել են այս համագործակցության մեջ, Նիկոլ, եւ դրա տեղ քեզանից մի քանի բան են ուզել, եկեղեցին քանդել եւ իրենց արտոնություն տալ։ Ես ցավոք եմ ասում, ու այդ օրը գալու է, որ ես եմ բարձրաձայնելու այն մարդկանց անունները, ով որ Վարդան Ղուկասյանի պահում է Ամերիկայի բերդում։ Ես տիրապետում եմ եւ իմ զգուշացումը, որի մեջ կան քարիզմատիկներ կոչված հավատացյալ հալելույա Տերը օրհնի եւ սեր են քարոզում, եւ մի քանի պաշտոնյաներ եւ փողատերեր։ Նորից եմ ասում, ձեռքերներդ լվացեք, որովհետեւ այդ անձը 1 րոպե շուտ պետքա դուրս գա։ Նշանակում է, իշքան է դուք ձեր կեղտոտ գործը անեք, այն ինֆորմացիան, որ մենք արդեն տիրապետում ենք, ես մի հատ օրինակ բերեցի, չէ, եւ ամեն անգամ բերելու եմ, որ հայ ազգը հասկանա։ Ռոստամը, ես ճանաչում եմ իմ ծնված օրվանից Ռոստամին, ինչի համար եմ տարբերությունը բերում հիմա։ Աղբերություններ, հարազատություններ, հրամանատարեր, կապեր, հզոր անձնավորություններ, հա, բայց նա չէր պատկերացնի իր կյանքում, որ Ավստրիան կբարձրանար հովազի դրոշը եւ նրա ներկայությունը միշտ պիտի բոլոր, եթե դու հայ ես, պիտի զգաս, որտեվ 30 տարի նա կռվել է, կյանքը տվել է քո, ինձ լսող, քո համար, ու չկա մի հատ հայ աշխարհում, որ կարանա ինձ հագաճառի Ռոստամի կամ որևէ մի հատ կռվող տղու գիտակից, որ լե գնացել է կյանքը տվել է, որևէ մեկը կարանանձի հագաճառի դրա դեմ, չի կարա։ Բայց նրանք չէին պատկերացնի, բայց նրանց սերմերը ցանած առողջ էր։ Ինչի համար եմ ես տարբերությունը բերում։ Ռոստամը չէր պատկերացնի, որ Ավստրիայից կսկսվեր այդ աճը, որը որ անհնարին է ել կանգնացնելը։
Ես գիտեմ ինչ եմ ասում, անհնարին է Ռոստամի գործը կանգնացնելը։ Ու ես նորից եւ նորից ասում եմ, ես կասեմ ինչի համար, որտեւ ամեն անգամ երբ որ ես հայրենակիցների տարբեր ազգերի, տարբեր երկրներում հանդիպում եմ եւ երբ որ ես լսում եմ Ռոստամի անձի մասին, նրա գործողությունների մասին, ես ավելի ու ավելի եմ հզորանում եւ դառնում եմ շատերի համար անկառավարելի, որ ասում եմ բոզի տղեկ դուք պատասխան եք տալու։ Ռոստամի ներկայությունը պետք է բոլորը ազգերը իշկան հայ ազգա պետք է Ռոստամի եւ Ռոստամի պես տղեկի ներկայությունը զգան։ Իրանք մահացած չեն։ Նրանց գործը մահացած չի։ Նրանց արունը ուղագի արուն չէ, որ թափվա, որ այսօր կլուբնիկով կամ չգիտեմ ինչ-որ մի քանի բոզի տղա կարանանեսի մարսեն, դուք չեք մարսելու, գնացեք որտեղ ուզում եք գրեք, ինչ կարգի ուզում եք գրեք, ձեր պոեզը ուշացել է, այո, դուք այս ժամանակի մեջ կարող եք ինչ-որ մի բան հələ անեք, հիմի նույնը ես ձեզ ասում եմ, եթե դուք պատկերացնում եք Վարդան Ղուկասյանին փագելով, այն գաղափարները կամ այն ինֆորմացիան, որ մենք արդեն տիրապետում ենք եւ դա արդեն սկսվել է աշխատել, Բոզի տղեկ, ձեր մոտ չի աշխատելու, դուք պատասխան եք տալու, դուք ուղղակի չեք պատկերացնում, թե թափած արուն տղեկը, որը ես չգիտեմ, թե դուք ոնց ինչ ձև եք դատվելու, ես նորից եմ ասում, դա ես թողում եմ այն գալող սերունդին, որ ձեզի պետք է դադի, ես չգիտեմ, ես ասում եմ ամենավերջի ձևով, այն թափած տղեկի արյան գինը դուք պետք է պատասխան տաք ձեր սերունդի հետ միասին։ Նույնը Վարդան Ղուկասյանի, որ բռնե փագել եք, դուք ուղղակի անխելք եք, որտեղ դուք կրթված չեք, ես գիտեմ, դուք կրթված չեք, որ դուք խելք ունենայիք, այ եթե Վովան այն վաղ իմանար Վարդան Ղուկասյանը բդիլներ իրար մտներ իր տունը, այսօր Վովան կյանքում Վարդան Ղուկասյանին վադություն չէր անի, դուք էլի դաշ չքաղեցիք, որ մարդուն երբ որ ցավ է տալում ու չի կոտրվում, մարդը երբ որ տենում է պատերազմը, իր երեխեքին է տանում ու չի հետնահանջ տալում, դուք այդ մարդու հետ, դուք առնվազն պետք է ապուշ լինեք, որ հաշվի չնստեք։ Հիմա ձեզի ինչ եմ զգուշացնում, գործ վեկալողներ, որ հիմա պահում եք այդ անձին, բայց ձեր մոտ չի էլ ստացվելու, դուք պատասխան եք տալու, իսկ մենք անձամբ ես ձեզ ճանաչում եմ։ Իսկ ձեր անունները գնաց է հասել է համապատասխան տեղ, այսինքն սպասում է ստարտի։ Դուք չեք պատկերացնում ինչ ծավալի պատասխան եք տալու, մենակ պատասխան չէ, թե բարոյական, թե ֆինանսական, թե գլոբալ դատական ինչ վալնայա լինելու Վարդան Ղուկասյանի համար ձեր արած փնթի գործի համար, դուք ուղղակի պատկերացում չունեք։ Դրա համար ես ձեզ խորհուրդ եմ տալի, պոշներդ քաշում եք եւ համապատասխան տեղը դուք պատասխան կտաք մեզ, որ ոնց վարվենք ձեր հետ։ Ամենամեծ ցավը նրա մեջն է, որ սրա խաղի մեջը հավատացյալ կա, քիթը կողած հավատացյալ կա, որ սեր է քարոզում, դրախտի ճամփա է քարոզում, բայց մարդուն վեկալ է պահել են։ Պահել եք ինչի մար, ինչ արե, ապացուցեք ասեք ես գրիչը գև գողցել է, սրա համար ասենք ախպեր ինչ է հասնում, մի տարի, մի ամիս, 100 տարի, չգիտեմ, ծմա, ղարղարի սրո կարա, մենք էլ ասենք ախպեր, չաներ չնստեիր, բայց որ դուք քրիստոնյա կոչվածներ, Տերն ասում է արդյոք կամ ձեր մեջ հավատ կգտնեմ սութի հալելույա ասողներ, որ դուք մտնում եք խաղի մեջ, որ իմ երկիրը գնա թուրքա հպատակ ծառա դառնա թուրքական ու դուք եք պատասխան տալը, որ դուք փախնում եք Ամերիկա ձեր հոտին թողնելով գառներ, պատկերացնեք հովիվը, գառների տանի սարը ու լինի եթա կամբոչա, ու այդ գառները արածում են, գցենք օնլայն, գցենք հովիվը մտնում է, սենց օնլայն, օ հալելույա, եկեղե ու բանա, գոմերա սարքում իր գառների համար, այդ նույնը այսօրվա հովիվները Հայաստանի կոչված, չագը, որ իրարի ուտում են, արդեն պրտում են, այսօր մի հատ նես բանա հասենցի նայում եմ զզվալս գալիս է, հետ եմ ուզում տամ, ու սեր եք քարոզում արա դուք, որ ես ձեզի ասում եմ տարիներ, այդ մեկ սրան եք բողոքում նրան վերջում ասում նրա ռեքսիկին հետ քաշեք, այս մարդը կառավարելի մարդ է, այս մարդուն մենք ինքը ճիշտ ասում, հասկացողը հասկանում է թե ինչ եմ խոսում, ոնց կարա ձեր հոտին լինեք թողակ, այդակ
ամերիկաները, եվրոպաները, բայց եկեղեցի եք սարքե։ Աստվածաշնչում ցույց տվեք մի տեղ, որ Հիսուսը խոսում է քարե եկեղեցուց սարքելուց։ Ասում է, որտեղ 1-ը, 2-ը, 3-ը ես ձեր մեջ եմ, բայց չասեմ գնա շինություն սարքա։ Չկա, ցույց տվեք ինձ մի տեղ, որ ասում է գնա շինություն սարքա։ Իսկ դուք ես ասել եմ, պապկեն խփած ձեռս Երանային օրը, որ արժանապատիվ հայերը գգան եւ կունենանք մեկ եկեղեցի, մեկ հարս, մեկ աղոթքատեղ, պապկեքով ես գալու եմ եւ նստեմ ձեր դեմը եւ դուք պատասխան եք տալու։ Բոլորդ սուրբ եք, բա որ սուրբ եք խի չեք մնում երկրյա, բա որ սուրբ եք խի չեք մնում ձեր հոտը տանեք ճիշտ տեղ արածացնելու։ Ինչ եք եթում ամերիկաներից ու եվրոպաներից արածացնում, որ հմել էդի հերիք չի, մտնում եք առևտրի մեջ։ ԱԱՑ-ի աշխատողներ, որոնց լավ գրում եք։ Արա, բախի ես արդեն 2-3 տարի է ձեզի շատ, դաժե երկար տարիներ ասում եմ։ Բաքվում ունեցել են կյանքի խոսք կոչված չագերտավոր եկեղեցի։ Ինֆորմացիա բերել եք, թե ինչ են ընդեղ արել։ Կռվից 44 օրվա կռվից հետո եկեղեցին չկա էլ։ Հարց։ Մի հոգի բռնում եք SMS-ով, ասում եք դավաճանա, դադեք ցմա։ Լավ եք անում, դադեք ցմա, այն մարդը, որ Հայաստանի Հանրապետության հայի վրով որևէ մի սուտ, որևէ մի երկրում, որևէ մի հատ նամակ կամ որևէ չգիտեմ ինչս կգրի, բռնեք ու ցմա դադեք, ով ուզում ալնի։ Դաժե կարակ մահապատիժանեք ջուլեք, էդել արեք, բայց գլոբալ Բաքվում եղել է կոնցեպտը, հայկական կոնցեպտը, հանդիպումները, նկարները կա, վիդեոները կա, պատասխանատվությունը ով է տանելու, Բաքուն դարավ ձեզ եղբայր, ուզում եք Բաքվի հետ համագործակցեք, նատոյատիպ բան եք ուզում սարքեք, հա, Այն զինվորի հետ, որ քո երեխուն ասպան է, այն զինվորի հետ, որ հայի կնոջ կուրսկու եսի ինչա փրթեկցե, այն ինչի դեմ, որ վիզա կտրեկցե մեր երեխեքի, ու մենք ուզում ենք դրա հետ համագործակցություն անենք, հա, Նիկոլ, լուրջ ես ասում։ Օդից կախված լուրերը այսօր ինձ հասավ մի շատ ավելի վտանգավոր լուր, որ այսօր Նիկոլն ուզում է, օդից կախված լուրերը, դա ճշտվում է, բայց չկա մուխ, չկա կրակ, եթե մուխ ելել է կրակն է գլնի, որտեղ սրանից հեռու չես, չգիտեմ, ես բոզիտը ունել ինչ բառերով ասեմ, հիմա էլ ուզում եմ Ուկրաինա հայկական զորք ուղարկի։ Այ բոզի տղա։ Դու հասկանում ես ինչ ես հայ գյուղատնտեսությունը ծխել ես։ Թուրքիայի հետ ես թեքում լրիվ առևտուրդ։ Հմել ուզում ես զորք տալես Ուկրաինա ում դեմ։ Ում դեմ է տանում մեր երեխեքին, ում դեմ։ 500,000 դրամ 10 երեխեքին տանես մի հատ էլ ուկրաինացիքի դեմ փրթել տաս, ռուսների դեմ ես անում։ Դու սրակ մասին մտածում եք, սիրելի հայրենակիցներ։ Դրա համար այսօր Վարդանի եւ մնացած մեր հայրենակիցները փակի տակ են։ Ու այսօր 15 միլիոն հայրենակից լռության նստում լսում ամենակ ու գրում ես ինչ լավ ես խոսում։ Եղբայր, քույր, երբ որ գրում ես դու ինչ լավ ես խոսում կամ երբ որ փորձում ես դու ինձ ավելացնես իմ խոսակցությունը կամ որևէ մի բան, այս նույն ինտերնետը դու ունես։ Այդ նույն այն ինչ որ դու ինձ ես թելադրում, որ ես լայֆերով խոսեմ, ես խնդրած կլնեմ, այ դու խոսա քո ձևով, քո իմացածը դու մենք էլ նստենք հասկանանք քո գաղափարը։ Այս ինտերնետը մենակ իմը չի, այս ինտերնետից դուք էլ ունեք, ամեն մեկիդ հետ որ խոսում ենք, բոլորը հեռախոսում են։ Նստեք ձեր այն ինչ որ դուք ինձ գրում եք, էլ մի գրեք, խնդրում եմ ձեզ։ Այն ինչ որ իմ դաշտում է, այդ իմ դաշտն է, այն ինչ որ քեզ է տրված քո դաշտը, այն ինչ որ դու հասկանում ես, դու խոսա։ Դու բարձրաձայնա, ինչից ես վախենում։ Ինչից էլ ինչ չենք տվել, էլ ինչ կա որ վախենանք։ Կամ էլ ինչից ես վախենում դու հայ ազգ։ Կամ սփյուռք ինչից եք վախենում։ Բա մեկը հարց է տալի, մտնում ենք, խոսում ենք, ասում ենք, դրում ենք, ինչ ենք անում։ Ես իմ դեմ դրած առաջադրանք, որի մասին դեռ չեմ խոսում, առաջադրանքը կամ լնում է, կամ չի լնում։ Առաջադրանքը գլնի, հայ ազգը կլսա, չի լինի, դա չի նշանակում ես պետք է կանգնեմ ու ասեմ դե չլավ, դե մի վсё, գնացինք, ոչ։ Այս առաջադրանքը չլավ, մենք պետք է գործենք։ Մենք կանգնելու իրավունք չունենք, մենք շատ քիչ ենք։ Մենք հենց կանգնանք, մեզ կխփեն։
Մենք պետք է անթաշ շարունակենք, թե խոսել, թե գործել, թե հանդիպել, թե գործել, թե աշխատել, մենք պետք է գործենք, շարժվենք։ Հենց մենք կանգնեցինք, մեզ կխփեն։ Հենց մենք կանգնեցինք, մեզ կմցնեն բերդ։ Հենց մենք լռեցինք կամ որևէ մի ձևի փորձեցինք անհատական այս ամեն ինչը միասնություն չլավ, մեզ բոլորից տանելու են։ Եվ օրերից մի օր մեր Հայաստան երկիրը, որը շատ մոտ է, չի լինելու Հայաստանի Հանրապետություն։ Ես ես վերջերս մի քանի օր առաջ Վենետիկում էի, մեր հայկական եկեղեցում էի եւ այնտեղ մի արդահայտություն կա, որ ես բարձրաձայնեցի, որի հետ համաձայն չեմ, մարդիկ խոսում են, որ Ասորեստանն էլ էր մեր երկիր, բայց տեսանք ինչ լավ, ես համաձայն չեմ այդ գաղափարին։ Մենք Ասորի չենք, մենք Բաբելոնը չենք, մենք քրիստոնյա հարություն առած ազգն ենք, մենք իրավունք չունենք որևէ մի ազգի հետ հաշվի նստել, ասենք, բայ, այս ազգերը վերացան, ամարդ մենք ինչ ենք, ոչ, հանեք ձեր մտքից էլի։ Մեզ տրված է երկնքի արքայություն եւ ճանապարհի գաղտնիքը, որը հարություն առած Քրիստոսն է տվել մեզ, առաջի քրիստոնեայություն։ Դու այսօր վախենում ես ինչից։ Ինձ լսող, դու մից ես վախենում։ Ինչից ես վախենում։ Այս իմ հետևի տղեկը չվախեցան։ Մնացած տղեկը չվախեցան, նույնը ես չեմ վախենում որևէ մեկից։ Նորից եմ ասում, եթե իմ տեղը մեկն էր, հիմա շատ շուտ լռել էր։ Ոչ, չի լինելու լռեցում։ Նրանք չեն կարող մեր տեսակը լռեցնել, որովհետև այս տեսակի համար այրունա թափե, թե երկնային, թե երկնքից մեր տղեկի այրունա թափե։ Մեր համար Հիսուս Քրիստոսի այրունն է տրված։ Մեր համար Ռոստամի եւ Ռոստամի պես տղեկի այրունն է թափած։ Ու դուք որևէ մեկը փորձում եք նրանց ուրանաք, թե Քրիստոսի տրված քրիստոնեայությունը քո ազգի, քո սահմանների մեջ, թե Ռոստամի եւ մնացած մեր տղեկի այրունը, որևէ մեկը կարա կասկածի տակ դնի։ Թող եթե տղեն, եթե մարդը կարա, ես չեմ պատկերացնում, որ ինքը լինի հոգով քրիստոնյա եւ հայ, որևէ մի ձևի կարողանա հագաճառի կամ որևէ մի ձևի կասկածի տեղ տնի։ Ինչ լավ մեր Արցախի հարցը։ 160,000 արցախցիների հարցը ինչ եղավ։ Արա այս ինչ ռետին են վեկալը ջնջում են ու 15 միլիոնը այս ռետինի հետ համաձայն է։ Ես նորից եմ ասում, որ ուգլ եթում ես ասում ես եկեղեցին արի։ Այս ինչ բարդակ է։ Հետո էլ ասում են մուսուլմանները կամ սրանք վադն են կամ երկու կրոնի ձև ունեն եւ դրանով ավարտվավ, թեգուս որ հարություն առած Քրիստոս չունեն, որտեղ եթում ես ասում են արեք ստեղ, էստի համեցեք, էսա ճիշտը, ասում են այսօր ինձ մի բան ուղարկեցին, որ ես մտածում եմ սրանով զբաղվեմ, թե չէ, որտեղ ես արդեն տիրապետում եմ, ունդեղ չեմ ասում արխիվում իշքան բաներ կան, բայց իրարի փրթելով, իրարի նվազացնելով, տո մտնում են էլ Հիսուսի անունով ռեկլամ են անում, տո մտնում են էլ չգիտեմ հալելույա են ասում, վերջում իրար մերու կնիկ են քրվում, արա այսօր ենք հասել։ Ես հետևում եմ այս TikTok-ում մնացած էջերը նայում ասում եմ լավ Աստված իմ սրբություն չկա էլ այս ազգի մեջ։ Այս տղեկը ու Քրիստոսը ինչի համար հարություն արավ, այս տղեկը ում համար են կյանքը տվել, ում համար, որ մտնեք TikTok երկու հատ վարդի համար իրարի, չգիտեմ մեկը Այդ ինչ են ասում, որ խաղում են, բատել են խաղում, մեկը գլխին չագուջով ատալը, մեկը ատամնա քաշը, մեկը դոշերնը թրաշում, մեկը էս անը, մեկի ու էսի նայում ես, ասում ես հարություն առած քրիստոնյա առաջի ազգի ներկայացուցիչն ու սերունդն, հա։ Արա էս ինչ ենք դարը։ Ինչ ենք դարը, այսօր ենք հասել։ Այս տղեկի ոնց եք պատասխան տալու։ Այս տղեկը գնացին ձեր համար կյանք տվում մտնեք բատել Ադրբեջանցին ցույց տակ թե մեկը մյուս հային ոնց է թե ձեր քրիստոնեայությունը ոնց է ձեր քրիստոնեայությունը պահում արա մտնում եք TikTok-ները Քրիստոս եք քարոզում մյուս կողմից բատել եք խաղում մյուս կողմից խումար եք խաղում ու դուք չեք պատկերացնում որ այդ ազգերը նստած այսպես նստած նայելով խնդում ու մտածում են թե ձեզ ոնց կործանեն հայ հային փչացնի հայ հային խփմա ասма երեխուց սենց անեմ, գերեզմանդ սենց անեմ, մորդ սենց անեմ, կաթը սենց անեմ ու ազգը 15 միլիոն պլյուս ԱԱՑ-ի աշխատողներ ու պլյուս լավ տղեկ, թաղային հեղինակություն մնացած, սրա վերջը ոնց ենք տալու, ոնց, դուք հասկանում եք, որ այդ նույն խաղացողը եկուց քո երեխունը ազարտի գցելու, այդ նույն խաղացողը վաղը քո ընտանիք է մտնելու, պղծելու այդ ձևի
Այսենց են քանդում քայքայում, նարկոտիկը միանգամից չեմ բերեմ լցեմ, արա դա ասում ես տղես փարկասու ծխմա, բայց չի ուռմ, կուրի, որ ծխմա կուրի էլ ինքը, այ որ դու ծխելու դեմ կանգնեիր, ինքը չեր ուռի, արա դա աղբեր ուռմա, բայց այդ քրիստալը չի քաշում քթերը, փարկասու, փարկը շատ աստված շատ, էդ էլ ենք լսե, Էսա մեր գլոբալ խնդիրը, որ մենք այսօր ինչի համար տղեկը կյանք տվեցին, ինչի համար Քրիստոսին լավ տղեկին եք անտեսում, այս սաղ պատմությունն եք անտեսում, Քրիստոսը այս տեսակի համար հարություն առել, երկինք էթալու եք, ուզեք, չուզեք, լավ, ինչ չհանդիպեք, Պողոսին չհանդիպեք, Ռոստամին չհանդիպեք, Պողոսին չհանդիպեք, Պետրոսին, վերջը դուք Աստծուն հանդիպելու եք, ինչ եք ասելու, Ինչ եք ասելու, ասելա տվել եմ ձեզ, հնչի չես պայբ, դասես, արա դե աղբեր, տերդերն ու հովիվն էին մեղավոր, նրանք են մեղավոր, բադու, նրանք էին գայթակղվե, բադու, Աստված Ադամին հարց տվեց, ուր ակնիկըտ, ես ինչ եղավ, ասեց Եվան էր մեղավոր, ասեց չէ, ընգեր չան արիստելը, դու ես գլուխը, Դու ես այսօր աշխարհի քրիստոնեայության գլուխը, Աստված քեզ հայ ազգ հարց է տալու, ուր է այն թանկ բանը, որ տվել եմ քեզ առաջի քրիստոնեայությունը, բատելի մեջ մեր ու մանուկ ու սրբություն, հալելույա, ու վերջում քֆուր իրար ինչ ասես ասեն, էսա ձեր վիճակը, էսա ձեր կարտինան, էսա մեր վերջնական նկարը, հայի պատկերը, որ ազգերին ցույց տանք, որ մենք կարում ենք մեկս մյուսի վերջի բալա ընտանիք գերեզման քրֆելու, ոչ մի սրբություն չի մնացել Ու ոչ մեկ չի թուն պատասխանատվություն տանելու, երբ որ մարդը հաշ չունի, հացի համար կայնում է, կամ երեխուն կորցել է, կամ բերտերնա Նիկոլ, այդ հորը կամ մորը տանում, նակազատ է ծանում, բա ահացը ինչի մարա, ահացի աշխատողներ, որ ճիշտ մարդկանցը բռնեք արա, որ ճիշտ խոսողների վրեն գրեք արա, դուք հասկանում եք, որ Լավ գրեցիք, բայց վաղը քո երեխեն ապահովա գրված չի, թե TikTok-ից, թե պոռնոգությունից, թե քրիստալից, եթե դու պատկերացնում ես, որ դու այսօր աղացի աշխատես, բայց վաղը քո երեխեն պետք է նույն աղացի աշխատում, դու սխալում ես եղբայր, նույնը ոստիկան քեզ, նույնը իմ աղբերներին, այն հարգված աղբերներ, որ դուք դեմ եք այդ բարեգության, այդ պոռնոգությանը, ճիշտ տղեկի ես լավ ճանաչում եմ Մենք ապահովա գրված չենք, որ վաղը մեր երեխեն դպրոցում ինչ կարա լինի Ու այսօր հարց ումից ենք վախենում, թե ձեռատալի, ոտե մեջը փող կա, թե արդեն անդամն ու խիարը ռուսերեն ասած ինձ հարգելով ես իմ հայ ժողովրդին չեմ ուզում ասեմ խառնվել է իրարի, որ արդեն էլ կապ չունի ինչով են զբաղվում կարևորը փողը լինի, ով է սրա փչացնողը, բարձր Ացյանը անկախ քո անունից բարձր Ատյանն է թույլ տալի, որ այն մնացած երիտասարդությունն ու սերունդը փչանում է։ Սերունդը դու ես օրինակը սերունդի, ոչ թե սերունդն է քո օրինակը։ Դու ես օրինակը։ Եթե դու քեզ ձեռա տալի, որ քո հարևանի տղեն քրիստալ ծախի հասցնի օբշագի, որ ինչա դու հասնող տղա ես, բայց չես պատկերացնում, որ քո սերունդն է փչանում մեռնում, դրա ճիշտը որն է, ես շատերի հետ եմ ես հարցով խոսացել, որն է, որ վախենում են այդ թեման խոսամ, որն է դրա ճիշտը, ես հիշում եմ 30-40 տարի առաջ մեր ռայոնում երկու հատ բարեկ կար օրու արև չենք տալեմ այդ բարեկներին, բայց այսօր արի ուտես բարեկները դարել են ասողներ, Բարեկները մտել են արդեն քաղաքականություն, բարեկները մտել են արդեն ճշտի տեղերը, բարեկները կարում են բերթերում իրանց ասելիքն ասեն, ինչ եք վախենում ճշմարտությունը խոսելուց, ումից, Ռոստամի պես տղեկը գնացին միլիոնավոր թուրքի դեմ չվախեցան, միլիոն ու կեսը գնաց, մեր հայրենակիցները գնացել են, այս 100 տարի կռիվ են տալում թուրքի լամուկների հետ չեն վախեցել, ու այսօր դուք վախենում եք ումից, Ինչից, ճիշտ խոսալուց, լավ տղեն ենա, որ իր ընդանիքն ու երկիրն ու հավատն է պահում, լավ տղեն ենա, որ ճիշտն է դնում իր
քաղաքի, իր ռայոնի, իր մայլի, իր չգիտեմ բիսեդկի մեջ աստով տղեկ ջան, դարեք սպորտսմեն։ Տղեկ ջան, իրի գուները, որ այդ մեկ աղոթեք, տղեկ ջան, որ այդ մեկ գումար աշխատեք, ձեր ընտանիքը պահեք։ Ոչ թե ախպերումը քցենք, ումը տփենք, ումը նակազատանենք, հանենք TikTok քցենք, սրան բերեք, սենց անենք, նրա գերեզմանը սենց անենք, ու ասում ենք մենք հայ ենք։ Լուրջ եք ասում։ Էսի հայի տեսակը չի ձեր ցավը տանեմ։ Էսի քրիստոնյայի տեսակը չի։ Հայը դնենք մի կողմ, բա քրիստոնյայությունը ամենաբարձր տիտղոսի պատկերացնում եք ամենաբարձր տիտղոս կոչվող ազգը այսօր քրիստալի բռնելու առևտրի ու այն մարդու հետ, որ իմ երեխեքին, իմ ազգին մորթելա փորձում առևտուր անի։ Վայ մեզ։ Մենք չենք կարա պարտված ուրիշ աստծո հավատացողի հետ ծնկի գանք դեմը։ Սա է մեր խնդիրը։ Կոմ որոշվեք, թե դուք ով եք, հայ ազգ։ Ես գլոբալ եմ խոսում, այդ նույնը ինձ է վերաբերվում։ Ես հարություն առած Քրիստոսի որդի եմ։ Ես խոսելու եմ ճշմարտությունը։ Եթե այս մարդը գնացել է իր կյանքը տվել է իմ համար, ես չեմ կարա էգոիստի պես մոռանալով ասեմ, դե ես ապրում եմ Եվրոպա, դե թող չետար ախպեր, հիմա ես ինչ անեմ, հա, ելնեմ ինձ մոստից սկսեմ, ոչ, գնա հատելա պետք եւ պահելա պետք այն արժեքը, որը ունենք։ Այդ նույնը կարար քո ընտանիքից ներ։ Չկա մի հայ ազգ, որ իր երեխուն, հորողբոր տղուն, մորքուրի տղուն, հարևանին, բարեկամին կորցրած չնի, չկա Նիկոլ ամեն ինչ արեց, որ ամեն տուն ունենա սուկ։ Վերջում էլ անլանկային ասի հանուն ոչինչի, ու դուք այդ կուտը կերակ, վերջում հանին $25,000 թե $20,000 տվին շատ ծնողներ կուտը կերան, դա էր գինը, ցավալի է, բայց դա էր գինը, դրա համար սիրելի հայրենակից ես ասում եմ, պիտի մարդիկ, են որ ձեր աշկի գրողն են, են որ ձեր համար քֆուրչի են, են որ ձեր համար շատ չոր ու կոպիտ են, այո, այդ տեսակ մարդը պիտի դուրս կա 1 րոպե շուտ, նա մենակ չի լինի, ես դա ձեզ 100% ասում եմ, նա մենակ չի լինի, բայց եթե մենք փորձենք անհատ սենց մեկը սենց ծերից, մեկը սենց այդ ուղագի խոսենք եւ չգործենք, մենակ ասենք հիշում եք Վարդանին, հա, հիշում եք Ռոստամին, հա, ոչ չենք հիշում, всё, մեկ էլ տարին մեկ հիշում եք, հա, հետո հիշում ենք, հետո ինչ հիշողությունդ ինչ ա քեզ թույլ տալի։ Հիշում ես, որ Քրիստոսը հարություն առե, հա, 2000 տարի առաջ, հետո, ահա։ Հետո, թե դու ապրում ես դրա մեջ։ Քրիստոնյան թարգմանված նշանակում է Քրիստոսը իմ մեջ։ Եթե Քրիստոսը քո մեջ է, դու պետք է Քրիստոսին կանած ներկայացնես։ 1. Եթե Ռոստամը կամ Ռոստամի պես տղեկը կամ մնացած մեր հերոսները, որ տվել են, դու պետք է դրանցով ապրես, նրանց արած գործը շարունակես, որ աբացուցես, որ այս գործը տղեն որ կյանքն է տվել քո համար։ Հայ ազգ, Ռոստամը եւ Ռոստամի պես տղեկը քո համար, դու Եվրոպայում, Ամերիկայում նստած եղե, ինքը կոպիտ ասած ձեր տան պահագն եղե, այն տղեկը որ զոհվել են, պահագություն են արել ձեզի։ Ու այսօր դրա համար շնորհակալություն չհայտնենք ու չբարձրացնենք նրանց արած գործերը, էսի առնվազն բոզդի տղություն կամ սրիկայություն գնի մեր կողմից, եթե մենք իրանց արած գործը չշարունակենք։ Իմ հերոսը չի մեռել։ Իմ արունը չի տրվել ուղագի իմ փորը լցելու համար։ Ես 1000-ից մեկն եմ, որ ես կարամ ես ասում տորա, գիտես ինչ, 30 տարի դուսը ես ուր Հայաստանը ուր։ 25 տարի ես Հայաստան օգնել եմ, 25 անգամ չեմ բարձրացնել, ես թույլ չեմ տվել իմ արունը բարձրացնեն։ Իսկ այսօր շատ ավելի հայրենասեր, ավելի հավատքով Աստվածաշունչ անկիր արածը չեն խոսում, ինչի չեք խոսում։ Ինչի չեք խոսում ճշմարտությունից։ Հարց, գլոբալ հարց եմ տալի։ Ռոստամը եւ մնացած մեր զոհված հերոս տղեկը ինչի համար են գնացել կռվել։ Հարցը հենց իմի գրեք ինձի։ Ինչի համար ես ուզում եմ որ դուք գրեք։ Ինձ դիտողներ, ես չգիտեմ քանի 100 հոգի են նայում, հիմա ես չեմ նայում դրանք։ Հենց իմի գրեք ինչի համար են կյանքը տվել։ Երկու հարց ունեմ, հայ ազգ, հենց հիմա ես ուզում եմ այդ կոմենտները գրեք։ Ինչ մտածում եք գրեք։ Հիսուս Քրիստոս ինչի համար է խաչվել եւ տվել քրիստոնեությունը հայ ազգին, եթե դու դի պատկերացնում ես։ Երկրորդը Ռոստամը, ես վերցնում եմ Ռոստամին, իմ հրամանատարը, եւ այդտենց աղբերներ մենք հազարավոր ունենք, եւ մեր 18 տարեկան տղեկը հարց։ Ինչի համար։ Հանուն Կամբոջայի, որ ասում են էսի մեր հողը չի, թե հանուն մեր հողի եւ հավատքի։ Դե հիմի գրեք։
Ես 1 րոպե կլռեմ, ուզում եմ որ դուք գրեք ինչի համար։ Ուղղակի պրոստը տակ գնացին մեռան։ Ուղղակի պրոստը տակ Հիսուսը խաչվեց հարություն արավ ասեց հայ ասք, ես ձեզ եմ տալի այս իշխանությունը, քրիստոնեայությունը։ Գրեք այդ պատասխանը։ Ես ուզում եմ տեսնել այդ պատասխանը ձեր։ Մի ամանչեք, գրեք։ Ով ինչ ուզում է թող գրի։ Չի կարա հարություն առած Քրիստոս եւ առաջի քրիստոնյա ազգը ծնկի գա։ Էսի աբսուրդ է։ Չի կարա այսքան հերոս, այսքան թագավոր, այսքան պատմություն ունեցող ազգը, ասի գիտես ինչ կա Ասորեստանի հետ համեմատեն։ Չի կարա։ Մենք Ասորեստանի հետ եւ որևէ ազգի հետ մենք համեմատվելու չենք։ Մենք հայ ազգ ենք։ Արարատ լեռից միջև այսօրը մենք գոյատևում ենք մեր հողում, չնայած 70%-ը վերցնելով եւ մեր լռելու եւ համաձայնությունը լռությունը համաձայնության նշան է եւ այսօր փորձում ենք նորից համաձայնվել եւ նորից համաձայնվել հանուն ինչի ես դու համաձայնվում որ այսօր դու կուշտ ուտես ես չէի կարող կուշտ ուտել եւ լռեի Ռոստամը չէր կարող կուշտ ուտել ով Ռոստամին չէր ճանաչում Ջանֆիդից Իրա սաղ ընտանիքին էր վեկալ է գնաց կամ մեր մնացած հերոսները թակ տղա իմ քրոջ տղեն խի բդեթար կյանքը զոհաբեր է հերոս ձևով թակ տղա ամեն ինչ ուներ ու ինքը պարտավոր չէր եթալու ինչի գնաց որ ամեն ինչ արել են որ չեթար բայց ինքը դրա հակառակն արեց որ գնաց ու կյանքը տվեց հանուն երկրի ինչի հանուն հավատքի ու այսօր լռում ենք այս լռությունը ինձ սարսափեցնում է Ձեր բոլորի որ ինձ SMS ես հազարավոր SMS-ներ եմ ստանում ամսվական ամեն մեկը պրոֆեսոր դոցենտ եք լավ եք անում հարգում եմ ձեր գրածը շատերինը կարդում եմ շատերինը ժամանակի արդյոք չեմ կարող կարդամ բայց հարց այդ նույն գրածդ մտի խոսա այդ նույն գրածդ մտի քո ռայոնում գյուղում քաղաքում հերոս ունեք բարձրաձայնա նրա գործերը որ մեր երեխեքին ինչ ենք տալու Ախպեր թևերը ոնց լցենք սադախլու ոնց էթանք սրան ոնց կծենք էթանք դուբայ էթանք ստեղ թե խոսել հերոսից թե խոսել հարություն առած Քրիստոսից այդ բիսեդկեքին որ հավաքվում եք իրիգունները մանավանդ ամառորով կարդանք Աստվածաշունչ որ ունենանք առողջ սերունդ խոսենք հերոսներից որ հզորանան մեր ջահելները թե արա ում տղեն ես արա սրա հերը գիտես ով է Արա այս իշնակամ, արա այն իշնակամ, արա ինչ կարակ կպցնեք, լեմ այդ գնացեք Մերսեդեսի հայլիա, Յաշիգի կալոսա բան թրցնենք, բերենք հասկնում եք։ Դուք եք փչացնողը եւ դուք եք զարգացնողը եւ կյանք տվողը ձեր սերունդի մի ասեք էսիա մեղավոր կամենի չէ։ Էնի խայցը քծոնա, խայցը մի վեկալ։ Ես զարմանում եմ բիսեդկեքին այդ երեխեքը որ եթում են, դրանց ծնողները չեն լսում, բալկոնից ինչ խորհուրդներ են լսում կամ ինչ են անում իրանց երեխեքը իրիգունները, որ իշտեն այդ խորհուրդ տվողը, եթե լավն է, ասեն Աստված օրհնի քեզ, եթե վատն է, թաղով մեկ լավ դրան տփեն, ով ուզում են, ասեն այս սրիկա, մեր երեխեքին սովորեցրա երկու բան, հավատք եւ հայրենասիրություն։ Մեզ ուրիշ բան պետք չի։ Երբ որ մենք այդ երկու բանը ունենանք, մնացածը ամեն ինչ իր տեղում կլինի։ Էսա լռությունը մեկ էլ մարդկանց խորհուրդները, որ ինձ էլ համբերության ստեղ չկա, խորհուրդա որ ինձ տալիս են։ SMS-ները 5 կիլոմետրանոց SMS-ն եղբայր քուր, այդ SMS-ը գրելու տեղը մտի խոսա քո հարազատ հերոսից։ Չկա միտում, որ մի հատ հերոս չունենք, ամեն տղա որ գիտակցելով զենքը վեկալ է թուրքի դեմ կռիվա, նա իմ հերոսն է։ Չունես թեմա։ Հավատքից ինչի չես խոսում։ Հերոսից խի չես խոսում։ Քեզ ով է բռնե։ Եթե Հայաստանում վախենում ես որ Նիկոլը կբռնի, բա 15 միլիոն սփյուռք քեզ ով է բռնե։ Աշխատում ես, տուն ունես, տեղ ունես, ապահոված ես, Աստծուն փառք այսօր չկա Եվրոպա մեկը կամ Ամերիկան շատ քիչ որ նեղ են ապրում, ամեն ինչ ունես։ Լարի մարդ նստի տունը, ուսումնասիրի Աստվածաշունչը, նախ քո երեխեքին, բալեքին օրհնա ամեն օր, քոնդանիքը օրհնա պրծի, հետո ասա, հələ մի րոպե, այս հայ ազգը առաջի քրիստոնյան է։ Ես դրանցից մեկն եմ։ Հələ արեք մի հատ խոսենք քրիստոնեայությունից։ Ուղղակի շփվենք քրիստոնեայությունից։ Այդ բատլ, այդ
Facebook բան որ մտնում եք քֆուր եք տալի դրա տեղը փորձեք ասեք արեք առողջ խոսակցություն տանենք առողջ խոսենք ինչի Աստված մեզ ընտրեց որ գցենք արաբներին չընտրեց չինացիքին չընտրեց ավելի հզոր մեծ հնդիկներին չընտրեց ռուսին չընտրեց որ կան հզոր ամերիկացուն չընտրեց բայց մեզ անդրե մեզ ընտրելով պատկերացնում եք երկաթը ոսկուն ասում է իջի հասի երկաթի մակարդակի այս երկաթը հələ նստելա գագաթն ասում է ես ոսկի եմ ցենք հասկանում եք արեք հələ դրանից խոսեք մենք այսօր այնքան մարդիկ գիտեն որ պատմություններ գիտեն պատմություններ են լսել այդ TikTok-ները բաները որ մտնում եք խոսեք ձեր հերոսի մասին պատմեք այ որ նստում եք խոսում եք մարդիկ կան նստում նայում ես հաճելի թեմաներ են խոսում շատ հաճելի անկախ ամեն ինչից շատ հաճելի պատմի քո հերոսից քո հարևանի քո աղբոր քո քեռու տղուց քո քեռուց քո օրողբորից քո ծնողից թե ինչ կռիվա տվե ոնց լինի 10-ից մեկը պատմություն կունենա պատմելու որ նստենք հաճիկով լսենք ես վախում եմ այդ TikTok-ը միամիտ թերթեմ ու իմ աղջիկ երեխեն իմ կողը մեկ է տեմես մեկը մեկին ասում է ես քո նորածինդ սենց անեմ սենց նայում ասում ես Աստված իմ ես ինչա կատարվում Սոդոմն ու Գոմորը ոնց եք ուզում լինի էլ ինչի եք սպասում եթե մեկ արդեն չծնված երեխա կամ դագաղ է քրվում ու դրա պատասխանը ոչ մեկ չի տալի ու դուք պատկերացնում եք որ պետք է Աստված չգիտեմ ինչ հրաշք ձեր հետ գործի ես չեմ պատկերացնում իրոք ես ցավ եմ ապրում ես վախում եմ ես ցավ եմ ապրում չափ կա տեղ կա սահման կա ասելու անելուն ես գնա եթե իրոք ցավա տվել ու դրա պատասխանը պետք է դες տաս դու դες ես գտնում գնա գթի այդ մարդուն այդ ձևի արա ինչ որ դու կուզենաս բայց դու մտնում ես միտեղ որ մարդ ուղագի թերթում է մեկ է տելմա մեկը 1000 հարգանի այլ լանդակ ամենապիղծ քֆուրն է տալում ու ես նայում եմ երեխեքին ասում եմ պապա էլի մտար այդ էջը ասում եմ չեմ մտել ուղղակի պետք է թերթի A-ից B էթայ մարդ ես նստած ես թերթում ես տունդ հույրա գալուն վախենում ես ես գիտեմ որ դուք գիտեք դրա մասին հույրա գալի մարդիկ որը նստած ուղղակի կուլտուրական խոսում ես որևէ մի թեմայից միամիտ ձեռդ հեռախոս ես վախենում եմ մեկ որ մենք հույրեր ենք ունենում ես վախում եմ հեռախոսին կպնել որովհետև կարող է թերթեմ մի հատ անես բան կատարվի որ այդ պահը ես հնեմ խայտարակ հասկանում եք ուր ենք հասել բայց ԱԱՑ-ի աշխատանքը դու դա չեք տենում իմ հզոր աղբերն է դու դա չեք տենում բայց ինչի մար պետք է պատասխան տան էլ երբ ոչ այն կողմից ոչ այս կողմից երբ են պատասխան տալու այս գործողները երբ են պատասխան տալու այդ եթե մենք ստոպ չտանք այս ամեն ինչին գալու է մեր տունը մտնի ձեր տունը մտնի դու ապա գրված չես Իշքան ուզում է հզոր պագոն ունենաս, իշքան ուզում է հզոր աստղեր ունենաս քո վրա, իշքան ուզում է դու ավտորիտետ ունես, քո երեխեն մտնում է այն նույն դպրոցը, նույն մանկապարտեզը, նույն թաղը, որտեղ որ այդ նույն քֆուրներն ու պղծությունն ու կրիստալն ու մնացած այս թեման եփվում է։ Դու այն հույսով ես որ քո երեխեն քեզանից վախենում է, դու սխալվում ես։ Կամ դու հույսով ես որ դու պաշտում ես որ քո երեխեն դա չի անի, դու սխալվում ես։ Մեկը չարեց երկրորդն անելու է։ Երկրորդը չարեց երրորդ սերունդը տանելու է այդ նույնը։ Եվ դու ես պատասխան տվողը քո սերունդի։ Աստված ասում է, երբ որ ես օրհնում եմ 7 սերունդը քո։ Բայց երբ որ դու անիծվում ես, այդ անեծքը փոխածվում է եւ անեծքը փոխածվում է, այսօր որ շատերը այսօր պատժում են այդ ձևի, դա անեծքն է սերունդի։ Որտեղ նրանց հայրերը չեն կարդացել Աստվածաշունչ, նրանց երեխեքի գլխին ձեռ չեն դել ասեն, «Բալես օրհնում եմ քեզ քո օրդ»։ Ես նորից եմ ասում, որ երկրում լինեմ, իշքան հոգնած լինեմ, հենց որ ես նարդվաների ձենը լսում եմ երեխեքը պետք է իջնեին այն ժամանակ դպրոց, հիմա աշխատանքի կամ եթե տունել չեմ կամ տունը չեմ, ես զանգում եմ անկախ ամեն ինչից։ Ես իմ հայրական օրհնությունն եմ տալի իմ երեխեքին։ Դա իմ պարտավորությունն է, օրհնել իմ երեխեքին։ Իմ երեխեքը Աստվածաշունչ եւ հարություն առած Քրիստոսին ճանաչում են։ Դա իմ պարտքն է։ Ես պետք է իրանցը պատմած լինեմ։ Ես պետք է իրանցն ասեմ, որ հարություն առե Քրիստոսը քո համար։ Թե հիմա վաղը ինքը ինչ կորոշի իր չափահաս ժամանակ, արդեն Աստված իր հետ, բայց ես համոզված եմ,
որ իմ 7 սերունդը, եթե ես սենց շարունակեմ աղոթելով ու օրհնելով, իրանք օրհնված են։ Եվ այդ նույնը ցանկանում եմ իմ բոլոր հայազգին։ Ես ցանկանում եմ բոլորին, որ ոչ թե մտնեք իրար մեռել քրֆեք, ոչ, հանգիստ թողեք այդ մեռելներին։ Այլ մտեք իրարի օրհնեք, որ օրհնություն ստանաք։ Այս կյանքը բումերանգ է։ Ոնց շպրտես դրա հագարակը քո կյանքում առնելու։ Հենց արա, որ ուրիշ ձևի չկա այդ բումերանգը։ Խնդիրը էս է։ Իսկ երկրորդ թեման, որը շատ կարևոր է նորից, սիրելի հայրենակիցներ, դա նորից ազգային անվտանգության խնդիրն է, որ այսօր Նիկոլ դու ասում ես կոռուպցիա չկա, հիմա ես կոռուպցիայի մասին ուզում եմ մեկ լուր տարածել, որ մեր սիրելի հայրենակիցները հասկանան, թե այսօրվա սրտիկով, բանդիկով, կլուբնիկով, խաղաղություն անող վարչապետը ուդարնիկա նվագում հեսա վաղը կամ այսօրը փարտի անում, սև անում, ինչ ծավալի կոռուպցիա գնում։ Սիրելի լրագրողներ, հիմա համ դուք լսեք, համ ԱԱՑ աշխատողներ դուք լսեք, վրոձի չգիտեք էլի, բայց ասում եմ, որ հետո չասեք չգիտենք։ Ուրեմն Նիկոլը նայեք ինչ աֆերիստ օրենք հանեց։ Հետո ասում են Նիկոլը միամիդա անմեղա լուրջ եք ասում։ Ու չգիտի։ Գցենք Սամոյի տված 20-30 հազարը կարում են ձայնագրեն լսեն բռնեն, բայց այս գլոբալ կոռուպցիան Նիկոլի չի հասնում։ Չի հասնում, ես մի ասում եմ, որը նորից եմ ասում, սա ոչ թե բոզություն է, այ սա ձեր աշխատանքն է, որը թալանում են։ Այ հիմա կտեսնենք։ Ուրեմն Նիկոլը օրենքը հանե, ով որ ունի պտուղ բանջարեղեն եւ հանում տանում է Վրաստան եւ ցույց է տալի, չգիտեմ, մի եվրով կծախի, թե 5 եվրով կծախի, թե 5 դրամով կծախի, գալիս է գյուղապետարան, գյուղապետարանը հաստատում է, որ Գևորգ Գրիգորյան ունի 1000 մետր հողատարածք, 1000 մետրի մեջ Դամբուլա, Ծիրանա, Գիլազա, Բադրջանա, Բիբարա, ինչ որ կա գյուղատնտեսությունում, գյուղապետարանը հաստատում է, որ ես ունեմ 1000 մետր հող, մոտավորապես ես կան ապրանք, ես հանել եմ երկրից դուրս, եւ դրա դիմաց ինչ եմ ստանում, Նիկոլն ասում է, փող է ստանում։ Մի պահ ասում ենք, վաու, արա բա վադա, չէ, շատ լավ է, դա պետք է միշտ լիներ, այդ ապահովագրությունը, հա, պետք է միշտ լիներ յուղացու համար։ Բայց քանի որ առևտրականները եւ այս համակարգը սարքողները շատ ավելի գրագետ են, քան թե մեր մնացած հայրենակիցները, որ չեն հասկացել ինչա կատարվել, ասեմ, առևտրականները գալիս են, այդ յուղացու ապրանքը կոպեկներով առնում են, կոպեկներով, որտեվ փագա Ռուսաստանը չի կարող, յուղացին տենում ենք ամեն օր տոննեքով ապրանքա թափում դուրս։ Առևտրականները առնում են, ֆուրերով տանում են, հասցնում են մեծ մասշտաբի Վրաստան, պեչատը խփում են, որ 100 տոննա ապրանք դուրս է գավ, ինչ անում, առևտրականը գալիս է X գյուղապետի մոտ, ասելով, որ էսի Գրիգորյանի հողն էր։ Ինչ են անում գյուղապետարանն ու առևտրականը, փող են սարքում, ձեր տված, ԱԱՑ գրեք, ձեր տված հարկերը, որ պետք է Նիկոլը ձեզ հետ տա, գյուղացի ջան, տալմա առևտրականին եւ գյուղապետը կիսմա, են կեսուր այդն ոստիկանություն երևի, քնչական երևի, դե ցելնեմ հասնամ ինչ է Նիկոլ։ Հա Նիկոլ։ Սուտ եմ ասում։ Դե որ սուտ եմ ասում, դե նա ճշտի։ Հələ մա տաղացդ հանալը այդ Սամոյի փողերը, որ բռնում ես 20000-ով, 50000-ով, բալը մա դել գյուղապետերի զանգերն ու 10-ով կեքը մա ճշտի լտնամ մեծ մասայապ առևտրականները ում հետ են պեչատը խփում։ Պեչատը խփել են լավ են արել։ Դե հիմի գյուղապետարանը ասում ախպեր Պողոսյան գյուղից եկել է 100 տոննա պամիդորա դուս եկե 5 հոգու հող է եղել։ Okay։ Դե հիմի քո ԱԱՑ թող ճշտի համապատասխան արմավիրի որևէ մի գյուղից ամեն մի գյուղից մի հատ տեստ ասում է թղթերը ղրգեք հլը Գրիգորյան Գևորը Հայաստանում չի այդ ոնց լավ որ ես 100 տոննա պամիդոր եմ մշակել կամ ինչ հողատարածքով
Հայաստանի օրենքը թույլ է տալի միայն այն դեպքում, ասում է, եթե դու հող ունես, գյուղապետարանը հաստատում է, որ դու հող ունես, այդ հողի տարածքի չափով մոտավորապես այդ կան ապրակ ես կարամ հանեմ, ցենք 2-3 տոննա շատ, մի հեկտարից 30 տոննա, 1000 մետրից շատ, ինչ ձևի պետք է օրտնեմ 3000 կիլոգրամ 3 տոննա ապրանք պետք է հանեմ։ Ձմերուկը ավելի շատ, եմիշը մի քիչ, բադարժան, պամիդոր, հա, գյուղապետը հաստատում է։ Հələ ԱԱՑ-ի աշխատողները, մի հատ տեսեք այդ առևտրականները, այսին բյուջեն են քանդում սրտիկով։ Տենում եք, չէ՞։ Բա Նիկոլ, դու ասում ես չկա։ Այդ ոնց է մենք Ավստրիայից գիտենք տասովկեն ոնց են փող լվում։ Ինչ կուլտուրական, յուվիլերնի։ Քո ԱԱՑ-ն մենակ Սամոյի հերախոսազանգը գցենք գյուղի, Ջալաբուլայի գյուղից, եսի որևէ մեկի հերախոսազանգը, որ այս ինչ մարդը փող ավկում։ Լավ է սարե, ցմատու դրանցը, շատ լավ է սարե, չնայած նույն գարշակն է, բայց դու այդան, լավ է սարե։ Քիչ այդի դրանցը։ Բա այս գլոբալ ինչի դեմը չես առնում։ Սիրելի լրագրողներ, խնդրած կլնեմ ձեզ, բարձրաձայնեք այս թեման։ Ես ձեզ ասում եմ, որ արդյունավետ է լինելու ձեր բարձրաձայնելը, տեսեք քանյա գյուղապետ եւ առևտրականներ, որը գողանում են Հայաստանի բյուջեն։ Եվ իսկական գյուղացուն ինչ են անում, արա ախպեր դե գիտես էլի սահմանները փագա այրան գնով ցավը տանեմ, պամիդորը 10 սենտով ձեռից 10 դրամով ձեռից խլում են, տանում են։ Գյուղապետն ինչ անում, հաստատում է, որ էսի Պողոսյանը չէ, Մարտիրոսինն է։ Հասկացաք, սիրելի հայրենակիցներ։ Ոնց են ձեզ խափում իմ հայ ժողովուրդ։ Նիկոլ առավոտներն ունում սրտի կանան։ Էսա խնդիրը եւ սրա նման լիքը խնդիրներ կան։ Ես ուղղակի չեմ ուզում ամեն օր նստեմ, խոսեմ այս տեսակ թեմաների, որտեղ ես ասեմ, ես կարող եմ խոսել, բայց ես իմ աշխատանքը լրիվ ուրիշ տեղ է։ Այ իսկական խոսողը այսօր բերդում է։ Այ եթե այսօր Վարդան Ղուկասյանը ազատության մեջ լիներ, նախ այս տեսակ զիբլանոցը չէր հավաքվի ազգային ժողովում, իսկ երկրորդը երևի կարոտած կլնեք, մի հատ ցույց տամ ձեզիկ, այս դեղին հեռախոսը կմիացներ ու կասեր գյուղապետ Արիստելը, այս պամիդորը, որ գնաց է հասել է Վրաստանից Պեչադը խփել է սահմանից, որ սկան պամիդոր ալը, Պողոսյանն է, թե Պետրոսինն է։ Գյուղապետն է պետք է ասել, ես մեջքի գրիժան եմ, չեմ կարա պատասխանեմ ու անջատեր։ Ու այնբախտ հետո Վարդան Ղուկասյանը գլներ կմտներ դրա տուն էս դեղին հեռախոսը, հետո կասեք, վայ, էս ինչ վատ մարդ է, չէ։ Վատ մարդ չի։ Ուղղակի ես ինձ թույլ չեմ տալի նույնը բարձրաձայնելու։ Ուղղակի ես թույլ չեմ տալում, որտեղ իմ աշխատանքը լրիվ ուրիշ տեղում է, որտեղ որ մարդկանց տանում է դեպի երկինք։ Իսկ Վարդանի աշխատանքը օրենքի, դիկտատուրայի եւ ճշտի աշխատանքն է, ասում այս հեռախոսը պետք է մեկ օր շուտ աշխատի եւ ես որպես հայ քրիստոնյա կանգնած եմ նրա կողքին, ինչով կարող եմ օգնելու եմ մինչև վերջ, որ այս հեռախոսը մեկ օր շուտ բարձրաձայնի, որ այս ծևի թեմաները եւ մեր Հայաստանի բյուջեն չֆռա չերես գյուղապետ, չերես Վրաստան գյուղապետ էթա Նիկոլի սրտիկի մեջը մտնի։ Էսա գլոբալ խնդիրը ինձ մի թեմա է հասանելի, որը դա կլինի մեր պատմության այս 90-ականներից մինչև մի ամենացնցող պատմությունը, որը դա սպասելի է, բայց մեծ ընտրիկի ժամանակ, երբ որ դա կբարձրաձայնեմ, հələ կտեսնենք արդյոք այդ մարդիկ մեկ րոպե շուտ կկալանավորվեն։ Արդյոք այդ մի քանի միլիարդը ոդի բանակին գնար չգնաց։ Սիրելի հայրենակիցներ, Աստված օրհնի ձեզ, խոսեք ճշմարտությունը, սուտ մի ասեք, այն ինչ որ դուք գիտեք, այն ինչ որ դուք հաստատ համոզված եք, որ սա Աստվածաշունչ է, եւ դու դա տիրապետում ես խոսի։ Եթե դու գիտես դու ունես հերոս եւ Արցախը եւ Արևմտյան Հայաստանը դա մեր պապերի տունն է եւ դա մենք ժառանգորդն ենք, խոսի։ Հավատացնում եմ ազգերը քեզանից լավ գիտեն, որ դա այդպես է։ Ուղղակի ազգերին պետք չի խառնվել քո ներքին կուխնյամ, ախպեր դու քո տունդ։ Հիմա որ քո տունդ
կոֆեն ելնում թափումա, կարող է գցենք չինացին է գալու մաքրում քո գազը, չէ, դու ես մաքրում, որտեղ դա քո կոֆեն է, դա քո խնդիրն է։ Նրանք գիտեն, որ կոֆե հայերը խմում են, նրանք գիտեն, որ կոֆեն բարձրանում թափումա, բայց մաքրելը եւ բարձրաձայնել եւ պատասխանատվությունը կոֆեն չթափի, դա քո խնդիրն է, հարևանների խնդիրը չի։ Հիմա մեր խնդիրն ինչու՞մն է, բարձրաձայնել ճիշտը։ Ոչ թե մեկս մյուսի դասավանդենք, այո, կարելի է քննարկել, խոսել, բարձրաձայնել հյուսիս հարավ կողմերից, որ հասանելի ավելի հզոր լինի։ Ես չեմ ասում չշփվենք, բայց եթե պետք է գրես ինձ ես խոսամ, հավատացնում եմ ձեզ, ես այնքան ինֆորմացիա եմ տիրապետում, ինչքան որ ես տիրապետում եմ, բայց հավատացրեք, ես դրա մեջ չկամ, ես ասեմ, ես ոչ բլոգեր եմ, ոչ ինֆորմանտ եմ, ես անում եմ իմ դրված այն զոհաբերությունը, որի համար պատիվ եմ համարում, որի համար ես չեմ ամանչում թե Քրիստոսի առաջ, թե իմ հերոսների, թե ճիշտ աղբերների առաջ, ես իմ զոհաբերությունն, իմ դաշտը, Հիսուսն ասում է, Աստվածաշունչը խոսում է, դաշտը մեծ է, աշխատողները քիչ են։ Դաշտը շատ է, մի մտեք գևի դաշտը կամ գևը մտնի ձեր դաշտը։ Եթե պետք է մենք քննարկենք ոնց է դաշտում կուլտուրան աշխատի, տեխնիկան աշխատի, բայց քո դաշտը դու ես կառավարում։ Մի նայի Պողոսի դաշտը, տես Վարդանը այն դաշտը կառավարում էր իր ձևով, որը ասում ենք աբսուրդ է, բայց աշխատում էր։ Ռոստամը իր դաշտը մտավ իր կյանքով, իր ընտանիքի հետ միասին։ Պողոսյան Պողոսը իր ձևով, ես իմ ձևով։ Այ երբ որ SMS ես գրում, այդ SMS-ը կարաս խորթակցես, բայց որ դու փորձում ես քո դաշտի մեջ մտցնես այնտեղ, որտեղ որ այդ պարադանյութը չի տված քո բան մի արա, ինքը ծիլ չի տա։ Դու քո դաշտը համ ջրի, համ Աստծուն խնդրա թող իմաստություն տա, համ էլ թող Աստված սիրում է տարբեր պտուղներ, տարբեր, հա, որ առատ լինի մեր դաշտը։ Ոչ թե մի պտուղ, որ բռնան սպանեն, այդ պտուղից էլ չունենանք, ոչ, տարբեր պտուղներ թող լինի։ Աստված օրհնի հայ ազգին, լավ եղեք, կհանդիպենք շուտով եւ նորից ասում եմ, ազատություն Վարդան Ղուկասյան եւ մնացած մեր հայրենակից աղբերներին եւ իմ աջակցությունն է այն աղբերներին եւ նույնը Վարդան Ղուկասյանին, որ ճշմարտության համար այսօր անազատության մեջ են, ես իրաց կողքին կանգնելու եմ մինչև վերջ, որտեղ ես քրիստոնյա եմ եւ ճշմարտությունը ես բարձրաձայնելու եմ։ Աստված օրհնի, լավ եղեք, կհանդիպենք շուտով։